Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է, Երևանյան երկխոսություն համաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հենց սրանում է ամբողջ իմաստը ու նրբությունը, որ գտնվելով միևնույն տեղում մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում։ Նախկինում արձանագրվում էր, որ Հայաստանն ունի շատ բարդ եւ խնդրահարույց դիրք, որովհետեւ գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում եւ ունենալով խնդրահարույց հարևանություն եւ հետեւաբար այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր։ Նշել է վարչապետը, համոզված լինելով, որ Հայաստանը չի գտնվում խնդրահարույց տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում եւ որ Հայաստանով է անցնում արևելքը արևմուտքին եւ հակառակողությամբ կապող ամենակարճ ճանապարհը։ Հենց սրանում է ամբողջ իմաստը եւ նրբությունը, որ գտնվելով միևնույն տեղում մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում։ Նախկինում արձանագրվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ունի շատ բարդ եւ խնդրահարույց աշխարհագրական դիրք, որովհետեւ գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում, ունենալով խնդրահարույց հարևանություն եւ հետեւաբար այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր։ Նիկոլ Փաշինյանը, Կայո Կալասը եւ Վասիլիս Մարագոսը նախագահականում են մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Հայաստան-Եվրամիության անդրանի գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։ Բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, այդ բոլոր բարեփոխումները իրականացված են։ Բարեփոխումների հետագա ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ եւ օրենսդրական եւ փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում եւ այս առումով իհարկե Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է եւ ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար։ Հայաստանը եւ Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Փոխանցման հռչակագիրը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հռչակագրի ստորագրումը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում։ Մինչ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։ Նշվում է, որ հռչակագիրը վերահաստատել է Եվրամիության հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը եւ համապարփակ բարեփոխումների օրակարգին աջակցելու վերաբերյալ։ Նշվում է նաև, որ 2026 թվականի մայիսի 5-ին անցկացված գագաթնաժողովը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունների կապի, էներգետիկայի, տրանսպորտի եւ թվային համագործակցության ոլորտներում կապերի ամրապնդման համար։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր։ Այս մասին Երևանյան երկխոսություն 2026 միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես մրցանակ միմյանց դեմ, հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Que la vocation de l'Arménie est une vocation européenne. Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր, նույնն էլ հավատում եմ Վրաստանի առնչությամբ։ Հարավային Կովկասը պետք է չլինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես մրցանակ, միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև։ Անտոնիո Կոշտան նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը թևակողել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան, եւ սա անկասկած բարենպաստ միջավայր է ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Թույլ տվեք Եվրամիության անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ջերմ հյուրընկալության համար։ Երեկ մենք ապրեցինք պատմական շատ կարևոր պահ, երբ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Այսօր տեղի ունենում երկրորդ կարևոր պատմական իրադարձությունը, պատմության մեջ առաջին գագաթնաժողովը Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ։ Սա հստակ ազդակ է այն մասին, թե ինչպես է Եվրամիությունը ցանկանում կառուցել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եվրամիություն-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը ընդունվել է անցյալ տարվա հոկտեմբերին, եւ այդ ժամանակից ի վեր մենք ամրապնդում ենք եւ շարունակում ենք ամրապնդել մեր կապերը։ Կայա Կալասը հայտնել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին սեփական զարգացման ուղին ընտրելու հարցում։ Նրա խոսքով առաջին Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովը կարևոր դիվանագիտական փուլ է եւ Հայաստանը համարվում է առանցքային գործընկեր Հարավային Կովկասում։ Կալասը նշել է, որ կողմերը քննարկել են համագործակցության խորացումը առևտրի, էներգետիկայի եւ թվայնացման ոլորտներում, ինչպես նաեւ ընդգծել է Եվրամիության նոր առաքելության դերը ուղղված դիմակայության, ամրապնդմանը եւ արտաքին ազդեցությունների նվազեցմանը։ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես տեղի է ունեցել Հայաստան Եվրամիություն կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության կոչին աջակցելու նպատակով Եվրամիությունը հայկական առանցքային ընկերություններին եւ հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մարագոսը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը։ Այն նաև ներկայացնում է առաջնահերթություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի եւ Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացմանը հասնելու վերաբերյալ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ նախատեսվում է նրա բանակցությունները Փաշինյանի հետ եւ փաստաթղթերի ստորագրում։ Փաշինյանն ու Մակրոնը կայցել են Գյումրի եւ կմասնակցեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անհետքորածների ծնողների անունից նամակ է փոխանցվել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ Մակրոնը առավոտյան դուրս է եկել 6 կիլոմետրանոց վազքի Երևանի կենտրոնում։ Մոտ 50 րոպե տևած վազքից հետո հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Ֆրանսիայի նախագահը, նրան արդեն սպասում էին մի քանի քաղաքացիներ, ոմանք պարզապես լուսանկարվելու, մյուսները խնդիրների մասին եվրոպացի առաջնորդին փոխանցելու համար։ 44-օրյա պատերազմում անհետքորած զինծառայողներից մեկի հայրը անհետքորածների ծնողների անունից անձամբ է փոխանցել նամակը Մակրոնին։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ սպասել եվրոպական իստաբլիշմենթի Երևանյան հավաքից։ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին սպասվող համատեղ հայտարարությունում սպասենք անդրադարձի Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հնարավորությանը։ Համատեղ այդ փաստաթղթի նախագիծը հայկական լրատվամիջոցներում արդեն քննարկվում է, որտեղ սակայն կողմերը պատրաստվում են հայտարարել հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին։ Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը անդրադարձ չկա։ Ընդամենը գրված է. Եմեն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին ու երկարաժամկետ զարգացմանը, Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը։ Ինչպես կմոտեցնեն Հայաստանը Եվրամիությանը, այդ մոտեցման մասին ինչ կա գրած ֆիքսած այս փաստաթղթում։ Հայաստանը բարձրագույն մակարդակով է Եվրոպական խորհրդարանում հայտարարել Բրյուսելին մոտենալու պատրաստակամության մասին։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Այստեղ Փաշինյանն ասաց նաև, թե Եվրահանձնաժողովի նախագահի հետ են հաստատել, որ դժվարին այս ժամանակներում Եմեն եւ Հայաստանը կանգնած են ուսուսի տված։ Եվ հիմա ուսուսի տված Երևանում կքննարկվի Եվրամիության անդամակցելու հարցը։ Մանավանդ որ Հայաստանի խորհրդարանը օրենքով է հաստատել այդ անդամակցության գործընթացի մեկնարկը։ Համատեղ փաստաթղթում այսպիսի ամրագրում չի նախատեսվում։ Եվրամիության առաջնորդները ըստ ամենայնի դարձյալ աջակցություն կհայտնեն, կանաչ ճանապարհ կմաղթեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, բայց հայ-եվրոպական համատեղ հայտարարության նախագծում գերիների հայրենադարձման տեղահանված արցախահայերի վերադարձի, նրանց իրավունքների մասին խոսք չկա։ Այնինչ այս գագաթնաժողովից ընդամենը հաշված օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձևով խոսեց այդ մասին, շեշտելով նաև գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։ Այս բանաձևի հաստատումը ապրիլի 30-ին էր։
Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ է անում առանց հապաղման ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պահվող անձանց, ինչը կօգնի վստահություն ձևավորել երկու ժողովուրդների միջև եւ համապարփակ ու տևական հաշտեցման ճանապարհ կհարթի հարավային Կովկասում։ 476 կողմ եւ ընդամենը 47 դեմ ձայներով Եվրոպայում ընդունվեց այս փաստաթուղթը։ Հիմա սակայն Բրյուսելից Երևան ոչ մի անդրադարձ չի լինելու բանաձևով հաստատված խնդիրներին։ Իսկ Եվրախորհրդարանում հաստատված բանաձևերը հայտնի է, պարտադիր կատարման չեն, դրանք խորհրդատվական են։ Բրյուսելը Երևանում ըստ ամենայնի կխոսի նաև վիզաների ազատականացման հարցում նշանակալի առաջընթացի մասին, եւ փուլային այս գործընթացը այս տեմպերով կտանի վիզաների ազատականացմանը, միայն թե 3-ից 4 տարի անց։ Հայաստանին ֆինանսական նոր հատկացման մասին խոսք չկա, իսկ հայկական խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրամիության վերնախավը փաստաթղթերի նախագծով շեշտում է. Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ եւ ժողովրդավարական ճանապարհով իր քաղաքացիների կողմից առանց արտաքին ճնշման։ Կենտրոնական բանկի խորհրդի նիստը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5%, լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8%, իսկ բանկերից ներգրավող միջոցների տոկոսադրույքը 5%։ Կենտրոնական բանկը արձանագրել է, որ վերջին 3 տարվա ընթացքում առևտրային բանկերում վարկային պորտֆելների ծավալն աճել է տարեկան 20%։ Մարտին Գալստյանը հայտնել է, որ պահանջարկը հսկայական է եւ ըստ երկրի գլխավոր դրամատան ղեկավարի այդ պահանջարկի դեպքում դժվար է պատկերացնել, որ փողի գնի անկում կլինի, չնայած որ կենտրոնական բանկը կապիտալի բուֆերներ է մտցրել բանկերի համար թանկացնելով փողի գինը։ Ընդդիմադիր падգամավորների դիտարկմամբ կենտրոնական բանկի արչեւ դրված պարտավորություններից մեկն է այնպես անել, որ առևտրային բանկերը չչարաշահեն իրենց գերիշխող դիրքը, չապահովեն ոչ արդարացված շահույթ սպառողների հաշվին եւ վերջապես առևտրային բանկերի նպատակներից մեկը տնտեսության ֆինանսավորումն է, իսկ Հայաստանում ստացվել է այնպես, որ ազգաբնակչության մեծ մասը վարկ է վերցնում սպառողական նպատակով։ 25 թվականի ընթացքում հիպոթեկային վարկավորման շուկայում կար 9000 վարկ, որոնց տոկոսադրույքները նվազել էին, կար 3000 վարկ, որոնց տոկոսադրույքները աճել էին, եւ կար 60000-ին մոտ վարկ, որոնց տոկոսադրույքները մնացել էին անփոփոխ։ Բանկային պորտֆելի էական հատվածը, մեծագույն հատվածը գնում է սպառման ֆինանսավորման վրա։ Սպառողական վարկեր, հիպոթեկային վարկեր։ Մարդիկ, ովքեր չունեն այս պահին իրանց եկամուտը չի հերիքում, իրանք գնում են վարկ են վերցնում այդ պահին սպառման համար։ Կամ կա ավելի վատ տարբերակ։ Կապենք դա խաղամոլության հետ։ Մեկնարկել է ազգային ժողովի հերթական քառորյան խորհրդարանական քննարկումների օրակարգում կենտրոնական բանկի նախագահի եւ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահների ընտրության հարցն է։ Դրանից բացի քննության են առնվելու նաեւ քաղաքացիական ծառայության, ոստիկանության մասին օրենքներում եւ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսվող օրինագծերը։ Երևանը նոր տրոլեյբուսներ ունի, 45-ից 22-ն արդեն մայրաքաղաքում են, տրանսպորտի պարկում խմբականակի մյուս մասը շուտով կհասնի Հայաստան։ Գործակարգավարականի ժամանակ հայտարարել է քաղաքապետը, նա նաև տեղեկացրել է, երբ բոլոր նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի, հները պետք է մեկընդ միշտ վերադառնան պարկ։ Ինչ վերաբերում է վերջին շաբաթների գլխավոր հարցին, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորցի վճարումներին, ապա քաղաքի ղեկավարի խոսքով անցնող օրերի խստացված վերահսկողությամբ կարողացել են հավաքագրել այնքան գումար, որ դրանով հնարավոր կլինի գնել մինչև 14 նոր ավտոբուս։ Ես անձամբ եմ կոնկրետ ակտիվ քաղաքացիով դիմում տվել կոնկրետ դեպքի վերաբերյալ ապօրինի գովազդի, որը որ ինձ ուղարկվել է, որ վերացված է, եւ հետո այդ նույն գովազդը մի քանի օր հետո հայտնվել է նույն տեղում։ Ես կարծում եմ կատարող աշխատակիցը նույնպես վարչական շրջանում այլևս անելիք չունի, իրեն կարող են հրաժեշտ տալ։ Որոշակի տոկոս տեսնում եմ ձևական բնույթի լուծումներ, եւ այս ձևական բնույթի լուծումները կարող են խոսել կոռուպցիայի մասին, շատ ուղիղ, որովհետեւ ինչ է նշանակում գովազդը հանեցին, հետո տենց մյուս օրը էլի հայտնվեց։
Երևանի քաղաքապետի Գրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մետրոպոլիտենի Աչափնյակ կայարանի կառուցման աշխատանքներին։ Նա նշել է, որ անկախ ներդրումային կոմիտեի նիստերի ընթացքից այս ծրագիրը պետք է շարունակել։ Քաղաքական որոշումը վաղուց կայացված է, Աչափնյակ կայարանը պետք է կառուցվի եւ անպայման կառուցվելու է, նշել է քաղաքապետը։ Վարչապետը անձամբ ինձ մի քանի անգամ վստահեցրել է, որ իր համար սա առաջնահերթություն է եւ նաեւ առաջնահերթություն է վստահաբար վարչապետի ամբողջ աշխատակազմի համար, հետեւաբար մեր գործընկերներին խնդրենք որևէ process նույնիսկ ներդրումային կոմիտեի հետ չկապել, որովհետեւ ներդրումային կոմիտեի թեմայով խոսել ենք վարչապետի հետ ֆիզիկապես այս նախընտրական շրջանում կարողա չհասցնենք կազմակերպել, բայց այնուամենայնիվ կառավարության որոշումները չպետք է կանգնեն եւ դրանք բոլորը պետք է ընդունվեն անկախ ներդրումային կոմիտեն եղավ թե չեղավ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ապրիլի 23-ին Երևանում նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու դեպքով։ Դեպքը քննվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Քննությամբ պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարի պահին վարել է առանց վարելու իրավունքի, ինչի հիմքով հարուցվել է եւս մեկ վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Առաջիկա օրերին Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի զգալի բարձրացում, պատճառը անձրևի ինտենսիվ տեղումներն են, որոնք արդեն ազդել են Արփայ, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ եւ Վեդի գետերի ավազանների վրա։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ հնարավոր են վտանգավոր ելքեր եւ ափամերձ տարածքների ողողումներ։ Առավել ռիսկային են համարվում Եղեգնաձորի, Վայքի, Հրազդանի, Հանքավանի, Աղավնաձորի եւ Ուրցաձորի հատվածները։ Այս կապակցությամբ նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել խուսափել գետերի հարակից տարածքներից, իսկ վտանգի դեպքում անմիջապես զանգահարել 112 հեռախոսահամարին։ Եղածների ժամանակ այդ հինգանցած տեղերը արդեն վստահելի չեն, էլի։ Մեքենան մտնվում է, որ դա սովորականի պես անցնի, դա որ միշտ անցել է, մեկ է փոսալ դա։ Դեռս մեքենայի քիթը կա փոսի մեջ, կամ քարալ դրած բարձրանում է, ջուրը տակը մտնում արդեն մեքենային բարձրացնում է, գետից կտրում է։ Տարբեր կառույցներ կառուցելով նեղացրել են գետի հուները։ Ջուրի քիչ ժամանակ աշխատում է, բայց այս ջուրը որ ավելանում է, կամ մի կողմ քաշվեն դերից, հաշվի առնեն, որ դա վտանգավոր տարածք է, էլի։ Թրամփի պատերազմն ավարտված է վստահեցումը իրականության հետ աղերսներ չունի։ Պարսից ծոցում կրկին սրված իրավիճակն այդ մասին է վկայում։ Միացյալ Նահանգները հայտարարել է իրանական մի քանի փոքր ռազմական մոտորանավակների ոչնչացման մասին։ Իրանը կտրականապես հերքել է այդ տեղեկությունները։ Միացյալ Էմիրություններն էլ հայտարարել է, որ ենթարկվել են Իրանի հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, որի հետևանքով վնասվել է նավթային ենթակառուցվածքներից մեկը։ Միջադեպերը հաջորդել են Հորմուզի նեղուց ամերիկյան ռազմածովային ուժերի մուտքին։ Սպիտակ տան մոտ իրավապահ մարմինների աշխատակիցները մեկ անձի գնդակահարել են, հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը։ Հրաձգությունը տեղի է ունեցել J.D. Vance-ի ավտոշարասյան այդ տարածքով անցնելուց հետո։ Տղամարդուն նախ նկատել են սպաները, ովքեր ասել են, որ նա կասկածելի տեսք է ունեցել եւ հրազեն է կրել, որից էլ կարճ ժամանակ անց կրակ է բացել։ Վիրավորվել է 2 մարդ։ Պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի հրավառությունների գործարանում, զոհվել է 21, վիրավորվել 6 մարդ։ Միջադեպից հետո երկրի նախագահը կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել պատճառները պարզելու եւ մեղավորներին խիստ պատասխանատվության ենթարկելու համար։ Դեպքի վայրում աշխատել են մոտ 500 հրշեջներ, փրկարարներ եւ բժշկական անձնակազմ։ Մայրաքաղաքում օրը ցերեկով կրակոցներ են հնչել, ըստ օպերատիվ տեղեկությունների դեպքի վայրը Բագրատունյաց 13 հասցեն էր։ Երևանի քրեական ոստիկանության պետն ու Շենգավիթի ոստիկանապետն են ժամանել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիրավորի մասին տեղեկություններ կային, պարզվեց, որ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Այնտեղից էլ կարճ ժամանակ անց հայտնեցին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Իմ տեղեկություններով մահացածը մոտ 40 տարեկան տղամարդ է, ում անունը Արտյոմ էր։ Դեպքի վայրում արնանման հետքեր, կասկածելի իրեր են հայտնաբերվել, միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձին ու գործիքը հայտնաբերելու համար։